Ողջույն, առաջինի եթերում Սիրանկյունն է, այսօր մեր հյուրն է դերասան Հայկ Մարությանը, ողջույն Հայկ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար, ես տեսա, շնորհակալություն, բայց Հայկ տեսա, որ մի անգամից եք շտապել Սիրանկյուն, որովհետև հենց օդանավակայանից հասցրել եք տեղափոխվել մեզ մոտ։ Այս ճամպրուկը երկիմաստ է, երկու իմաստ ունի, առաջինը որ ուզեցել եմ նշեմ, որ նոր եմ եկել վերադարձել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ երկրորդը ինձ թվում է երկու տիպի հարցազրույց կա Հայաստանում, մի տիպի հարցազրույցը առանց ճամպրուկ է, երկրորդ տիպի հարցազրույցը ճամպրուկով է, այսինքն տալիս ես հարցազրույց եւ վերցնում ես եւ հեռանում ես երկրից։ Հիմա դուք որոշեք որ տիպի հարցազրույց ենք անում ճամպրուկով թե առանց։ Եթե առանց, դնեմ մի կողմ, եթե ճամպրուկով հեռանամ։ Արդեն ձեր տված պատասխանից մտածում եմ, որ գուցե ձեզ կաշկանդեն հարցերը, ձեզ կլինեն հարցերը, որ կաշկանդեն, կարծում եք։ Կարող եք ինքներդ դասակարգել ճամպրուկային հարցեր են թե ոչ։ Հարցեր կան, որոնք այնուամենայնիվ մեր զրուցակիցներին ճամպրուկային տրամադրություն են ստեղծում եւ ուզում են։ Դե լավ, թող մնա։ Թող մնա, վերջում կորոշենք ամեն դեպքում։ Հայկ, ինչպես եք վերաբերվում այն հասարակությանը, որը բացառապես կարգին սերիալ սպառող է։ Ինձ թվում է չկա որոշակի հասարակություն, որը միայն կարգին սերիալ է սպառում։ Կարգին սերիալ սպառող հասարակությունը նաև սպառում է այլ ծրագրեր եւ հաղորդումներ, եթե խոսքը հեռուստատեսության մասին է, կամ ընդհանրապես այլ entertainment, հա, կամ ինչ-որ զվարճալի այլ բաներ, որոնց մեջ նաև մտնում է թատրոնը, մտնում է, չգիտեմ, ինչ-որ միջոցառումներ, ոչ արդեն թատրական եւ կինոյի հետ կապված։ Դրա համար չեմ կարող ասել ինչպես են վերաբերվում։ Ես շատ սիրում եմ այդ մարդկանց, կարող եմ ասել, որոնք դիտում են մեր սերիալը, որովհետեւ նրանք հենց մեր սպառողն են։ Իսկապես կարգին սերիալի սպառողը շատ բազմաշերտ է, շատ տարբեր շերտեր է իր մեջ ներգրավում հասարակության իմաստով։ Ասեմ, օրինակ եթե համատեմ կարգին հաղորդման հետ, մեր նախորդ նախագիծը, կարգին հաղորդումը շատ ավելի լայն սպեկտր ուներ սպառողի, այնտեղ մտնում են երեխաներից սկսված մինչև բավականին տարիքով մարդիկ այդ սպեկտրի մեջ նա հասկանալի էր բոլորին եւ կար քանի որ ամեն հաղորդման մեջ մոտ 4 սկեչ էր կարելի ասել ամեն մեկը գտնում էր իր համար իր սկեչը երեխաները իրենց համար մեծահասակները իրենց համար քաղաքականություն սիրողները իրենց համար չգիտեմ ավելի կենցաղային հումոր սիրողները իրենց համար մենք այնպես էինք անում որ մի հաղորդման մեջ համարյա թե բոլորին բավարար գրավեիք ինչ վերաբերում է կարգին սերիալին նա ավելի բնականաբար ավելի նեղ սպեկտր ունի առաջին հերթին իր սուբյեկտիվ պատճառները, որովհետև կոնկրետ թեմատիկ է եւ կոնկրետ ինչ որ թեմաների շուրջ են խոսում հերոսները, այո, հերոսները զգացում եմ երեք նկարահանման եմ եղել ուշ եմ քնել այսօր մի փոքր որոշ բառեր մոռանում եմ հենց կարգին սերիալի մասին հա մի խոսքով կարճ ասեմ ավելի սպեկտրը ավելի նեղ է եւ ասեմ հումորը ավելի բարդ ընկալելի է որովհետեւ շատ ավելի արագ է գնում կատակները մեծ արագությամբ են ընթանում րոպեում 2-3-4 կատակ կարող է լինել եւ մի քիչ բարդ ստորադասական որ ֆորմատների վերջո ավելի հոգեհարազատ Հայկոին գիտեք հոգեհարազատության մասին չի խոսքը այլ ավելի շատ ֆորմատների տարբերության մասին է խոսքը ինձ երկուսն էլ հոգեհարազատ է առաջին ֆորմատը դա մինի ֆիլմեր են որոնք աշխարհում ամենալավ ֆորմատն է որովհետեւ առ այսօր ֆիլմից լավ ֆորմատ չի հորինվել մարդկության կողմից որը կարող ես տեսնել դա մինի ֆիլմ թե մեծ ֆիլմ մի խոսքով ֆիլմ որոնց սկիզբ ընթացք կուլմինացիա վերջ իսկ կարգին սերիալը դա սիթքոմն է որը արդեն մոտ 15 տարի է կարելի ասել շատ արագ զարգանում է արտասահմանում եւ մենք առաջինը արեցինք Հայաստանում սիթքոմ որը հաջողվեց միջև այդ փորձերը արվել էին, բայց ապարդյուն մի քիչ ճիշտ չէին հետազոտել, մենք մոտ 1.5 տարի հետազոտել ենք այդ ամեն ինչը, նոր սկսել ենք անել, այո, նոր նախագիծը սկսել ենք, դա շատ բարդ process է, բայց շատ հետաքրքիր եւ աշխարհը արդեն աշխարհում հումորը հերթոտեսային զարգանում է այդ ուղղությամբ եւ մենք պարտավոր էինք մտցնել դա Հայաստան, որպեսզի Հայաստանն էլ զարգանա աշխարհին հետ համահունչ։ Շատ լավ։ Հայկո, այ 80-ականներից հետո ընդունված է, հա, համարել, որ մի սերունդ է եկել, որը բարդ մտքերը, բարդ ասված խոսք ընդհանրապես դժվար է ընկալում, հա։ Թեև գիտենք, որ մտքերի առաջ բոլորն են, հա, խոնարհվում։ Ի վերջո, մտքի ճգնաժամի մասին խոսում են թե քաղաքականության մեջ, թե քաղաքացիական հարթությունում, թե մտավորականներն են, հա, խոսում, որպես մտածող մարդ։ Ըստ ձեզ ինչ պետք է անել, որ մտածող մարդկանց թիվն ի վերջո ավելանա։
80-ական թվականից ի վեր դուք ասացիք նկատի ունեք այդ տարիների ծնվածները։ Ավելի հեշտ մարսվող թեմաներն են, հա, ընկալելի։ Չէ, այդ տարիների ծնվածները նկատի ունեք արդեն որ այսօր մոտավորապես 26-27 տարեկան, հա։ Ես կասեի մի քիչ ավելի ուշ 85-ից հետո եւի ծնվածները, որովհետեւ 80-ական թվականներին ծնվածները ինչ որ մի չափ դեռ կարողացել են ինչ որ բաներ քաղել եւ այն դժվար տարիները, որ սկսվեց Հայաստանում, իհարկե անդրադարձել իրենց, բայց մի քիչ ավելի քիչ, քան 85-ից հետո ծնվածների համար, այդ ձեր ասածը ճիշտ բան եք ասում, կա այդպիսի բան, բայց ես չէի դա վերագրի միայն հայաստանյան ժողովրդին, հայաստանյան այդ սերունդին, ընդհանրապես այսօր մտքի ճգնաժամ կա ամբողջ աշխարհում։ Եթե դուք հետևեք վերջի 5 տարվա, 10 տարվա ասեմ, եւ ֆիլմ արտադրությանը, եւ ընդհանրապես հաղորդումների, ծրագրերի արտադրությանը կա այդ պակասը, ահա եւ թե ինչու է շատանում հենց ֆորմատները, որովհետեւ մի ֆորմատ, մի ինչ որ հաջողված ֆորմատ մտածում են, եւ այդ ֆորմատը ամբողջ աշխարհում դա անում են, որովհետեւ դժվար է, եթե մտքի պակասություն չլիներ, բնականաբար դա էլ չէր զարգանա։ Ուղղակի ամեն երկիր, ամեն հերոստատեսություն իրենը կունենար։ Հոլիվուդյան արտադրությունն էլ այսօր նույն ֆիլմից մի քանի հատ է կարծես թե անում։ Այո, մի ֆիլմ անգամ սերիաներով, եթե Եվրոպայում մի հաջողված ֆիլմ է լինում, Հոլիվուդում պարտադիր այդ ֆիլմի ռեմեյքը արվում է, որովհետև իրենք իրոք այսօր շատ մեծ խնդրեմ ունեն մտքերի հետ։ Այսպես ասեմ, Հայաստանում դա առավել եւս արտահայտվեց է, որովհետեւ նաեւ այսպես ասած այդ մեջտեղը կա այդ տարիները մեր այսպես կոչվող հա մութ եւ ցուրտ տարիները, որը երկիրը պատերազմում էր, դժվար դրություն էր, ինչ-ինչ պատճառներով, մի խոսքով պատճառները շատ են, փաստացի սերունդը նորմալ հնարավորություն չի ունեցել եւ զարգանալ եւ ինչ որ ուսման հետ կապված բնականաբար եւ ընկալման աշխարհում ընկալման թեկուզ չգիտեմ հերոստատեսության կողմից, որովհետեւ երբ որ լույս չկար, հերոստատեսությունն էլ բնականաբար դեգրադացիայի ենթարկվեց եւ ընդհանրապես ինֆորմացիայի պակաս կար։ Ընդհանրապես ինչ անել որ թիվն ավելանա ամեն դեպքում մեր այս փոքրիկ հատվածում, հա։ Առաջին հերթին մտածող մարդկանց թիվը։ Մենք տեսնում ենք մտածող մարդիկ փոխարենը ավելանան, ընդհակառակը պակասում են, հա։ Պրոբլեմը հետևյալն է, մտածող մարդիկ չեն գտնում իրենց սպառումը Հայաստանում, շատ մտածող մարդիկ, որոնք մտածում են, որ իրանք այնքան մտածող են, որ կարող են օգտակար լինել արտասահմանում, գնում են արտասահման, փորձում ռեալիզացնել։ Այո, փորձում են ռեալիզացնել, չգիտեմ ստացվում է թե ոչ, շատերի մոտ ստացվում է իբարք մեր ազգին ասեմ, որովհետև եթե հայերը մտածող հայ է լինում, նա իրոք մտածող է եւ իրոք կարողանում է առաջ գնալ, իսկ ով որ մտածող չի, բնականաբար մնում է այստեղ, այդքանով արդեն թիվը պակասում է, չի աճում։ Եվ ես կարող եմ ասել, որ չէի կարող ասել, որ չի աճում թիվը, երևի ավելի շատ չի աճում դրա պատճառով։ Ինձ թվում է։ Եթե մարդ իսկ Հայաստանի մասին աճելու համար, ասեմ, պետք է պայմաններ ստեղծել ու մարդ հասկանա, եթե ինքը մտածող է, ինքը առաջ կգնա։ Թե իր աճով, ասեմ, իր ոլորտի մեջ յուրաքանչյուր ոլորտի մեջ, թե իր ֆինանսական աճով։ Այս շատերն ասում են, որ տարածքն է փոքր, այստեղ ռեալիզացնելու հնարավորություն չեն գտնում, դրա համար դիմում են արտերկիր, հա, ստացվում է Հայաստան կադրեր է պատրաստում իսկապես դրսի համար, մենք գիտենք, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչքան մասնագետ է տարեկան ավարտում, իրոք հաջողությունների հասնում, բայց միևնույն է դիմում դրսի, հա, կարող եմ ասել մտավորականներ, արվեստագետներ, տարբեր ոլորտի մարդիկ, որոնք ի վերջո ինչ որ կետից ուղղակի զզված, հոգնած հեռանում են։ Զզվածը մի քիչ սխալ բառ է, եթե դրա մասն ենք խոսում, եթե շուկայի փոքրության մասն ենք խոսում, զզվածը մի քիչ անիմաստ բառ է, ըստ իս։ Հոգնածնել նույնպես, ավելի շատ չբավարարված, եթե լինի այդ բառը երկսազեր, այսինքն եթե մարդ մտածում է, որ կարող է ինչ-որ մի բան անել, որը կարող են դիտել միլիոնավոր մարդիկ, հա, 100 միլիոնից ավել մարդ, բնականաբար նա փնտրում է այդ ուղղությունները եւ հնարավորությունները արտասահմանում, որտեղ շուկան ավելի շատ է։ Ընդհանրապես դա է։ Իսկ ինչ կապ, օրինակ ասիկ տեղեկատվական տեխնոլոգիա, ես ինքս ավարտել եմ IT ոլորտը։ Այո, ես ինքս ավարտել եմ այդ ուղղությամբ, հա, համալսարանը եւ շատ իմ համակուրսիցիներ այսօր երևի մեծամասնությունը արտասահմանում են, ընդ որում լավ զարգացած, այսինքն լավ զարգացած երկրներ, որտեղ շատ դժվար են անգամ տեղի բնակչությունը առաջ գնում, հա, դա Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Շվեյցարիա, Եվրոպայի այլ երկրներ։
երկրներ եւ իրենք ոչ թե ուղղակի ինչ որ մի գործ են անում, հա, նրանք իրենք բավականին առաջ են գնացել այնտեղ։ Այստեղ իրանք դժվար թե կարողանային այդքան առաջ գնալ եւ նրանք այստեղ գնացել են առաջ, եկել են մի պահի կանգեն առել եւ գնացել են առաջ։ Այդ խնդրեմը ունի ոչ միայն Հայաստանը, ես ուզում չվերագրենք ամեն ինչ Հայաստանի, այդ շատ լուրջ խնդրեմ ունի այսօր Ռուսաստանի Դաշնությունը, որովհետեւ շատ մասնագետներ Ռուսաստանին նույնպես հեռանում են արևմուտք եւ նա իրենց ամենամեծ խնդիրներից նաեւ դա է, քանի որ բնակչությունը այնտեղ ավելի մեծ է, այնտեղ հոսքն էլ է ավելի մեծ ուղեղների։ Հայկո գանք քաղաքացիական հարթություն, հա, անսպասելիորեն Մաշտոցի պուրակում հասարակությունը տեսավ նաեւ Հայկոին եւ Մկոին, հա, շատ սպասված ինչ որ առում Հայկոին եւ Հովեին, հա, Մկոն, Հայկոին եւ Հովեին։ Մկոնը հոգով մեզ հետ էր։ Եվ հիշում եմ, որ այդ ընթացքում այդ խոսակցություններ եղան, որ այ հաստատ Սերժ Սարգսյանն է ուղարկել, հա, տղաներին հայտնվել Մաշտոցի պուրակում։ Մի շարք քաղաքացիական, հասարակական խնդիրներ կային թե Մաշտոցի պուրակից առաջ եւ թե Մաշտոցի պուրակից հետո այս մեր օրերում, հա։ Օրինակ դուք ծանոթ եք Թեղուտի խնդրին, Հրազդանում երկաթի հանք են ուզում շահագործել, բնապահպանների խնդիրները գնալով օրեցօր ավելանում են, հա։ Որքանով եք ծանոթ խնդիրներին եւ որքանով են իսկապես ձեզ անհանգստացնում էկոլոգիական խնդիրներն ու առհասարակ այս քաղաքացիական հասարակության առաջ քաշած խնդիրները։ Շատ լավ հարց է եւ շատ հետաքրքիր հարց է, ասեմ ինչու, որովհետեւ Հայաստանում շատ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել, եթե դու ինչ որ մի բան անում ես, ինչ որ մեկի ականջներն են փորձում հետևում տեսնել, չէ՞։ Հա, առաջինը փորձում են տեսնել ինչ որ մեկի ականջները եւ երկրորդ հարցը միշտ ասում են, բա ուր էիր եւ կամ վաղը չեմ իսօրը որտեղ ես լինելու։ Այդ մոտեցմամբ շատ ավելի վնաս են տալի նույն մարդիկ իրենց գործին, քան օգուտ։ Բա ուր էիրը անհասկանալի հարց է, ենթադրենք չէի, հա, հիմա ինչ որ մի բան անում եմ, կամ հիմա անում եմ, վաղը չեմ անելու։ Կամ ընդհանրապես կարող է երկրում չէի, հա, կամ եթե պատկերացեք մի արտասահմանցի անգամ գա 10 օրով Հայաստան ինչ որ մի բանի համար պայքարի եւ գնա, եթե դա օգուտ է տալու տվյալ գործին, բնականաբար մենք պետք է շնորհակալ լինենք նրան եւ վերջ, հարցադրումներ չդնենք։ Ես ինչի եմ դա ասում, ոչ թե ուզում արդարացնեմ իմ արած կամ չարածը, այլ ընդհանրապես պետք է նայել մարդուն իր արված գործերով եւ չարվածով կարելի է նույնպես դատել, բայց չարվածի մեջ պետք չի ման գալ վատ իմաստ։ Հələ ուղղակի պետք է ավելի շատ ման գալ, օրինակ ես պարզ ասեմ, իմ աշխատանքը իմ կյանքից վերցրել է համարյա ամեն ինչ։ Ժամանակ, առողջություն, ընդհանրապես ուժ։ Ես անգամ իմ ընտանիքին չեմ կարող ինչ որ ժամանակ հատկացնել։ Այդ դեպքում բա ինչի չես գալիս բոլոր հավաքույթներին, այդ հարցը իմ համար մի քիչ աբսուրդ է, ես կարող եմ հիմա պատասխանել, ենթադրենք իմ պահով ինչու չեմ գալի, որովհետև այդ ժամանակը ես կարող եմ հատկացնել իմ ընտանիքին, որը նույնպես նույն հարցը ոչ այդ մարդիկ տալիս են, ասում են բա ուր էիր, ընտանիքում ինձ ասում են բա ուր էիր, երեխայի ծնունդին, իրոք դա լուրջ հարցեր է, չգիտեմ, այս միջոցառմանը, այն միջոցառմանը զբաղված էի, ժամանակ չունեի, եթե կարողանում եմ եւ հետո չես կարող բոլոր ոլորտերին հետեւել։ Եթե բոլոր ոլորտերին կարողանային հետեւեին, միայն կլիներ վարչապետ, չէր լինի մոտ քանի նախարար ունենք։ Միայն վարչապետը կլիներ, այդ մարդը ամեն ինչ կհետևեր, բայց ինչա 11 նախարար, իրանց փոխնախարարներով եւ նրա ամբողջ աշխատակազմը, որովհետեւ բոլոր խնդիրներին չես կարող հետեւել եւ խառնվել ընդհանրապես։ Որին որ հասցնում ենք Պուրակի խնդիրը, ասեմ, Պուրակը ինչով էր առանձնահատուկ ուշագրավ էր առաջին հերթին, պարզ ասեմ, ես կենտրոն համայնքի բնակիչ եմ, դա նաև անձամբ ինձ էր վերաբերվում, իհարկե շատ վատ է, որ կարող է այդտեղ էգոիստական նաև տար կա, բայց կոնկրետ դա այդպես էր, պարզ ասում եմ, եւ հենց մեր տան կողքներ եւ ես ոնց որ տերակ է այդ խնդրին, գնացի իմ կարծիքը արտահայտեցի։ Եվ ասեմ ավելի, եթե ամեն մեկը, հա, տերակ լինելով իր կողքի գոնե խնդրին, ինչ որ մի բան արտահայտի, այո, եւ դա ես անգամ այնտեղի ինտերվյուի ժամանակ ասել եմ, որ եթե իմանում եք, գալիս եք, արտահայտում եք, դա հերիք է։ Եթե կողքին է իմանա, կողքը դու մի բան է կատարում, մի բան ասես, ժողովուրդը կհավաքվի, այսպես թե այնպես։ Եթե այ կողքինդ էլ չտեսնես, հա, ենթադրենք, գիտեք, շատ ոնց որ գնաս, տեսնես մարդ է ընկած, օգնես այդ մարդուն, տանես հիվանդանոց, այդ օրը զբաղվես իրենով, մեկը գասի, բա գիտես որ մասիում է մեկը տենց ընկած է, բա ինչի՞ չէր գնացել, բա մի հատ էլ արեշում կա։ Հա, բայց բոլորին չես կարող, բայց եթե անցնում ես, տեսնում ես մեկը ընկած եւ դու կարող ես իրեն օգնել, պետք է օգնես, ոչ թե այդ պայն մտածես այդ հարցնողին, որ հարցնի, այդ դեպքում ավելի իրան էլ չօգնես, որովհետեւ պետք է ասի, բայ այն բան, այդ մյուսին ինչի են մասի ընկածին ինչ չօգնեցիր։
Չէ, դու սուբյեկտիվ ընկալում։ Լավ, ինչ որ հնարավոր է պետք է անես։ Այնուամենայնիվ, ինչպես եք վերաբերվում այս նախաձեռնությունների աշխատանքին։ Շատ են հա նախաձեռնությունները, մոտ 300 նախաձեռնություն կա այսօր Հայաստանում, որը տարբեր խնդիրների շուրջ պայքարում է։ Նախաձեռնությունները իհարկե լավ է որ կան, բնականաբար, բայց պետք է փնտրել ինչու կային այդ նախաձեռնությունները, հա, ինչու ինքնին չի կարգավորվում այդ ամեն ինչը։ Ուրեմն կամ այդ խնդիրները իրոք այդ խնդիրը չեն, երկու ձև կա հասկանում, կամ այդ խնդիրները ճիշտ չեն կարգավորվում։ Եվ ամենահետաքրքիրը նա է, որ տարբեր հարցերի շուրջ, հա, տարբեր մարդիկ ունեն տարբեր կարծիքներ, սա է եւ օբյեկտիվությունը։ Երկու սուբյեկտիվ կարծիք կա։ Հիմա ամենաճիշտը բնականաբար երկու սուբյեկտիվ կարծիքների մեջ ինչ որ չափով օբյեկտիվորեն գտնվելով հասկանաս թե որն է ճիշտը։ Յուրաքանչյուր հարցում ես ասեմ, մեր հանրությունը ամենաբարդ խնդրեմն է այդ նախաձեռնությունների։ Ընդհանրապես ինֆորմացված չի հենց ճշմարտության մասին։ Ինֆորմացիա չկա, թեկուզ ամենատարածված թեղուտի թեման։ Համոզված եմ, որ 10 հոգի դուրսը հարցնենք, 9-ը գիտի մոտավորապես դա ինչ է, բայց որ կոնկրետ հարցնես, իսկ ինչ վնասներ է հասցնելու, հա, այդ շինարարությունները խորապես չի ուսումնասիրել խնդիրը։ Իսկ վնասն է ավելի շատ, թե օգուտը։ Չգիտի, նա գիտի միայն, որ կա մի սուբյեկտիվ կարծիք, որ չէ, օգուտը ավելի շատ է, որովհետև ասես աշխատատեղերը, եւ մյուսը սա վերջնա, ասես չի կարելի, որտեղ բնություն է։ Երկուսն էլ որ լսես առանձին ճիշտ են ասում բնականաբար, բայց իրականությունը իմանալու համար ինֆորմացիայի պակաս կա։ Յուրաքանչյուրը օգտագործում է ինֆորմացիան այնպես, ինչպես ուզում է։ Այո, դա միայն Հայաստանում չէ, դա ամբողջ աշխարհում է այդպես արվում։ Լավ, Հայկ, 2008 թվականից հետո հենց քաղաքացիական հասարակությունը սկսեց ձևավորվել, հա, գոնե հետազոտողները, սոցիոլոգները, հա, հարցումների միջոցով պարզեցին, թե ինչ է կատարվում Հայաստանում։ 2008-ից հետո նաև կար ընդդիմություն, որը փոփոխությունների ճանապարհ էր, հա, առաջարկում, գոնե այն ժամանակ 2008-ին, 2007-2008 թվականին քաղաքական այլ իրավիճակ ունեինք, ու քանի որ հիմա մենք նախագահական ընտրությունների նախաշեմին են, սկսել իր գործունեությունը շատ հնարավոր է, այնուամենայնիվ, քանի որ այնուհետև 2000-ականներին եւ այլ, այսինքն նոր Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում ընդդիմություններ եղել, հենց սկզբից էլ ընդդիմությունը եղել է արդեն սովետական միության, հա, վերացման համար եւ այլ, եկել ենք այսօր հասել ենք նախագահական ընտրությունների շեմին ենք այսօր։ Արդյոք տեսնում եք հասարակական փոփոխություններ առաջարկող որևէ ուժ այլընտրանք մեր իրականության մեջ։ Որ ճիշտ ասեմ, ոչ, որովհետեւ եթե այդպիսի ուժ լիներ, հավատացեք, այդ ուժը նաև կտեսնեին բոլորը, այսինքն ռեալ որ տեսնեին, որ կա այս պայն ուժ, ու կոնսոլիդացիա կլիներ, այո, որը դեպի դրական փոփոխություններ կարող է անել, որովհետև յուրաքանչյուր ուժ, որը կգա այժմ քաղաքականություն եւ կվերցնի իր ձեռքը, հա, կառավարելու իրավունքը, այդ ուժը բնականաբար փոփոխություններ անելու է։ Պոստ-սովետական ամբողջ տարածքում այդպես է։ Զարգացած երկրներում, որոնք վաղուց են այդ process-ները անցել, դա այդպես չի, երբ որ ուժը գալիս է փոփոխություններ ինչ որ չափով լինում, բայց ոչ թե լրիվ փոփոխվում է համակարգը։ Պոստ-սովետական երկրներում, եթե փոփոխվեց կառավարությունը, փոփոխվում է համակարգը։ Դա մենք տեսնում ենք այժմ Վրաստանում։ Շատ ակնհայտ, դա մենք մոտ 1 տարի առաջ տեսանք Ուկրաինայում, եւ դա կտեսնենք ամեն տեղ post-սովետական տարածության մեջ, տարածքում։ Դա բնականաբար սովետական միության թողած, այսպես ասած, ավանդույթն է, թե չգիտեմ, մեզ այդ բացական այդ բանը թողել է սովետական միությունը, որ կարգավորված չեն մեխանիզմները, որոնք աշխատացնում են պետությունը։ Այդ մեխանիզմները կարգավորված չեն։ Ամեն մեկը իր մեխանիզմն է բերում, որը ստիպված քանդում է նախորդը։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ դեռ իդեալական մեխանիզմը Հայաստանի համար չկա, որովհետև հենց իդեալական մեխանիզմը լինի, մենք դա կզգանք։ Եթե զգում ենք, որ իդեալական չի, ուրեմն դեռ չկա։ Այսպես կարող եմ պատասխանել։ Հնարավոր է իշխանությունը իր միջից, հա, առաջարկի այդ կարգավորման մեխանիզմները։ Գիտեք ինչ, ես երբեք չեմ հավատա այն բանին, որ իշխանությունը չի ուզում, որ Հայաստանում վիճակը լավանա։ Ես այստեղ հարցը ուրիշ է։ Ինչքանով է պատրաստ անել ավելի լուրջ քայլեր, որ վիճակը լավանա։
համոզված եմ, որ անգամ ժողովրդի կողմից սիրված կամ չսիրված այս կամ այն քաղաքական գործիչը հնարավոր չի որ չուզի, որ բոլորն էլ լավ ապրեն։ Ուղղակի նաև ձեզ շատ կարևոր բան ասեմ, իմ համար կարևոր, որ ես հասկացել եմ, որ Հայաստանում այդ ամեն ինչը մոտ 10 անգամ, 20 անգամ շատ ավելի դժվար է անելը, որովհետև այսպիսի իրավիճակ, որ այժմ գտնվում է Հայաստանը, եթե հաշվի առնենք մեր արդեն ոչ ներքին, արտաքին քաղաքականությունը, այսինքն եթե սառը դատես, այո, կատաստրոֆա է։ Ինչ է կատարվում, մենք կողքից մեր երկու հարևանները պրոբլեմատիկ են մեզ համար, մեր մի հարևանը կիսա պրոբլեմատիկ է, ես նկատի ունեմ Պարսկաստանը, որը կարող է արդեն շատ ավելի մեծ պրոբլեմ դառնալ, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այլն, եւ Վրաստանը, որը նույնպես պրոբլեմատիկ է իր չկողմնորոշված վիճակով, այսինքն նա անդադ արևմուտքից արևելք է թռնում, հա, այդ ամեն մի իր այսպես այս կոմենկոմ գնալը մեր վրա անդրադառնում է շատ ուժեղ, որովհետև շատ մեծ քանակությամբ ապրանքներ նաեւ Հայաստան ներկրվում է այդ կողմից։ Եվ այս վիճակում ունենալով բարդագույն Ղարաբաղի հանրապետության հետ կապված, ես չգիտեմ ինչ աստիճանի շատ ուժեղ մարդիկ, կոմպետենտ քաղաքական գործիչներ են պետք եւ ես չեմ պատկերացնում ինչ տիպի իրոք մարդ պետք է լինի, որ մի անգամից այնց լուծումները տա ու որ բոլորը գոր։ Այդ մենակ ես արտաքինի մասն եմ ասում, չանդրադառնալով ներքինին, հասկանում եք, այսինքն այդքան հեշտ չի։ Խոսալը կողքից միշտ հեշտ է։ Այդ ես ինչի եմ ասում, որովհետև մեր աշխատանքի պես շատ եմ նկատում, էլի աշխատանքի մեջ, որ անում ես, գիտես հարյուրավոր խնդիրներ կա եւ այլն, բայց կողքից միշտ ինչ-որ մի հատ կարծիք կա հեշտ։ Այս բանը չէի կարում սենց անեիք։ Հա, ճիշտ է ասում, այդպես ավելի լավ կլիներ, բայց թող գա անի, մենք տեսնենք ինքը ոնց կանի։ Մենք սիրում ենք մեր փոխարեն անեն, միշտ այդպես է, հա։ Կամ միջնորդ գտնենք, որը կլուծի մեր հարցերը։ Այո, այդ ամենահեշտն է։ Ֆենոմենն է հայկական։ Այս ամենաճիշտը սա է։ Ամենաճիշտը սա է։ Սա է, այդպեսի այդտենց հեշտ չի։ Դուք պատկերացնում եք, գնում ես խոսում ես ընդհանրենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ինչ որ մի հարցի շուրջ։ Պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմքը, որը շատ հզոր պոզիցիայից քո հետ խոսում է։ То есть իրան համոզես ինչ որ մի բան, որը քեզ է պետք, բայց իրան ընդհանրապես պետք չի։ Շատ դժվար է։ Կամ նույնը խոսել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ կամ մյուս նախագահի հետ կամ այսինքն արդեն դա համարը անհնար է, որովհետև ել չեմ ասում, որ այդ երկու հզոր մարդիկ իրար դեմ են, ել չեմ ասում, որ ընդդեմ կա երրորդը, չորրորդը, հինգերորդը եւ այլն։ Վերջին շրջանում նաև ասում են, որ մեզ ոչ թե Իվանիշվիլի է պետք, այլ Սահակաշվիլի է պետք։ Ձեր տեսակետից իսկապես մեզ ինչ տեսակ քաղաքական գործիչ է պետք ու առաջին դեմք է պետք։ Ես կարող եմ մի քիչ ավելի մի փոքր շատ երկար չեմ խոսա, բայց զգացի որ երկար եմ խոսում եւ ժամանակը արդեն քիչ է։ Այսպես ասեմ, խոսքը այսինքն մենք ձգտենք դեպի արևմուտք, թե արևելք, թե ընդհանրապես Ռուսաստանի Դաշնություն եւ այլն։ Ավելի ժողովրդավար դառնան, կարծես թե մեր իշխանությունները խոսում են, հա, եվրոպական արժեքներից, արևմտյան արժեքներից առհասարակ հայազգ դեպի Եվրոպա, բայց առաջին հերթին իրոք հանրությունը անգամ չի կողմնորոշվել, ես ձեզ ասեմ, որ թե որ ուղղությամբ ենք մենք ուզում շարժվել։ Այսինքն եթե իրոք հարցում լինի, ռեֆերենդում լինի եւ հարց լինի այսպես, հա, մենք ժողովրդական լեզվով այդ հարցը ասեմ Ամերիկայի պոչը բռնենք թե Ռուսաստանի, հա, իսկ եթե նորմալ լեզվով ասած, այսինքն ում քաղաքականությունը ընդունենք կառավարման ձևը, հա, ռուսական դաշնության եւ իրենց ուժեղ դաշնակից լինենք, թե որը այս պայն կարծես թե այդպես է, թե ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը եւ այդ ուղղությամբ գնանք, ինչ չի ես օրինակ պատասխանը չգիտեմ ռեֆերենդումը ինչով կվերջանա։ Ձեր կարծիքով դուք գիտեք, հա, ժողովուրդը ինչպես կուզի։ Այսինքն ես շատ մարդիկ գիտեմ, որոնք կոնկրետ ոչ քաղաքական շատ հակասական են, բայց Ռուսաստանը ավելի ճիշտ է, որովհետև այսպես Թուրքիայի հարցը շատ հակասական են, սակայն այն առողջ հատվածը գոնե այն լուրջ մտածողները, առողջ հատվածը, լուրջ վերլուծաբանները միևնույն է հայացքը դեպի արևմուտք, որովհետև այնտեղ արժեքները ժողովրդավարության, հանդուրժողության, մի խոսքով ասելով, եթե դուք ասում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա, դա լրիվ տարբեր
արևմուտքներ են։ Ով որ ասում է ուղղակի արևմուտք, ճիշտ չի ասում, ես վստահ կարող եմ ասել, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց քաղաքականություն ունեն եւ իրենց պատկերացումները ամբողջ աշխարհի եւ Հայաստանի մասին, Եվրոպան ուրիշ պատկերացումներ ունի եւ ընդհանրապես ես կարող եմ ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենևին էլ ազատ երկիր չի եւ ով որ մի քիչ ավելի խոր ուսումնասիրի այդ պետությունը, Եվրոպան ասում եմ ավելի ինձ համար ավելի հոգեարազատ է Եվրոպան, որովհետև իրոք այնտեղ դեմոկրատիան, այսպես կոչված դեմոկրատիան, ավելի է աշխատում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես դեմոկրատիա Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսպես կասեի, վստահաբար, որովհետև այնտեղ ընդհանրապես ասեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները տվել են ազատություն, բայց այդ ազատությունը չեն տվել են ազատության իմիտացիա։ Եթե մենք խոսում ենք համակարգի դեմ պայքար, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում անհնար է։ Եթե յուրաքանչյուր երկրում կարող ես հեղափոխություն անել, անգամ եվրոպական երկրներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա անհնար է։ Այսինքն այս մոնոլիտ իշխանությունը ասված հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Այնպես որ դեմոկրատիա ասված է, որ ասում են մենք եկեք Ամերիկայի Միացյալ Նահանգների պես անենք, ինձ թվում է լավ ուղղություն չի դա համենայն դեպս։ Եվրոպական երկրների դեմոկրատիան ինձ ավելի շատ է դուր գալիս։ Իսկ ամենաճիշտը ընդհանրապես վերցնել ամեն երկրից այն տարը, որը աշխատում է քո երկրում։ Ես կարող եմ դա ասել նաև մեր աշխատանքից, որովհետև երբ որ մի բան ենք անում եւ ինչ որ մի բան անգամ նայում ենք, սովորում ենք եւ վերցնում ենք, մենք բնականաբար դա ադապտացիա ենք անում մեր հանդիսատեսի համար, հասկանալով մեր մենտալիտետը, հասկանալով մեր սովորույթները եւ ընդհանրապես մարդկանց աշխարհայացքը։ Քաղաքական պայքար ներկայումս զգում եք, նկատում եք, ճիշտ է նոր եք վերադարձել, այնուամենայնիվ կտրված չէիք մեր իրականություն։ Այսօր կա քաղաքական պայքար, թե ավելի խաղաղ իրավիճակ է։ Գիտեք, Հայաստանում յուրաքանչյուր նախագահական ընտրություններից առաջ կա քաղաքական պայքար։ Միշտ անկախ նրանից, որ այդ շատերը խաղ են բնորոշում, որպես չգիտեմ, իմիտացիա է, թե ինչ է, պայքար կա անգամ, չգիտեմ, Miss Հայաստան այդ մրցույթի ժամանակ, հա, պայքարը կա, ինչքան էլ որոշած է, հա, բոլորը ասում, բայց չէ, վերջո կարող է մի շատ սիրուն աղջիկ մի այնպիսի բան ասել, որ ժյուրին, որը խոսացել էր, ամեն ինչ պայմանավորված էր, ասի իրան այն ասեն, դե չէ, էլի, եկեք էս մի աղջիկը լինի։ Այնպես որ այդ պայքարը միշտ կա, որը լավ է, որը եւ պետք է լինի։ Այդ պայքարը միշտ կա, այստեղ հարցը ուրիշ է։ Ես կարճ չեմ կարող անպատասխանել ցավոք սրտի, այստեղ հարցը այն է, որ ժողովուրդը ինքը պետք է միշտ ճիշտ ընտրություն անի, ժողովուրդը պետք է սովորի հասկանալ այդ ամեն ինչ։ Այդ խոսակցությունները, այդ պայքարը ի վերջո պետք է բերի ինչ որ ժողովրդի ընկալման այս կամ այն տեխնացուի օգտին։ Ոչ թե ես համոզված եմ, որ ընդհանրապես թե խորհրդարական ընտրությունների ժամանակ թե նախագահական ոչ մեկի ծրագիրը չի կարդացել ոչ մի տեխնացուի։ Դե սպասում են հերթական ընտրակաշարքին, որը ոնց որ թանկանում է գնալու։ Գոնե ծրագիրը կարդան, չնայած համոզված եմ բոլորի ծրագրերը լավն են, հա, անկասկած, բայց գոնե այսինքն պետք է գոնե ծանոթ լինես ծրագրին, հա, մոտավորապես պատկերացնես, եթե այդ մարդը իրոք կատարի իր խոստումները, ինչ է լինելու։ Իսկ ստեղ ընդհանրապես ժողովրդի խոսակցությունը բրցնում է վերջանում նրանով, որ այս մարդը սենց ասեց, այս մեկը սենց ասեց, բա այս տեսեք ինչա լինելու, վերջ։ Այսինքն բամբասանքի մակարդակի ժողովրդի որոշումն է կախված դրանից։ Նաև դրանից օգտվում են քաղաքական գործիչները, եթե ժողովուրդը բամբասանքի մակարդակի վրա է, իրանք էլ նույնը անում են։ Իսկ եթե քաղաքական գործիչները զգան, որ այս մարդիկ հետևում են իրենց ծրագրին, հարցերը տալիս են ծրագրից, ոչ թե ով պահանջներ ունեն։ Իմ համար հետաքրքիր է, որ արդեն 2 տարի ես լսում եմ ով բարեկամն է, ով ինչ ա արել, բա նրա մեքենան, բա նրա տունը, բրես։ Մի հատ հարց անգամ ես ասեմ, նաև հետևում եմ ձեր հաղորդումներին, նաև հետևում եմ ամբողջ հետևում քաղաքականության հետ կապված հաղորդումներին, մեծամասնությունը հարցերի այդ դրա շուրջ է։ Արժեքայինից դուրս են։ Այս բանը որտեղ այս ոնց է, այն ում է սատարում, ով ում մեջքին է, ում ականջներն է, ում մեջքի հետևից երևում, ով երբ է ասելու, հեսա կասի կտենակ, ես մեկը նրան։ Եթե ես բան չեմ ասում, ԲՀԿ ամուսնությունը երբ է։ Բոլորին ամուսնացնում են, ամուսնալուծում են, մեկը մյուսին բան,
բայց պետք է նաև հասկանալ ինչ են ուզում այդ մարդիկ ի վերջո։ Այդ քաղաքական գործիչները ինչ են ուզում անեն։ Հա հասկանանք, ուր են տանում։ Եվ կարող եմ ասել եւ մի բան այս վերջերս տարբեր հարցերի շուրջ մեր կուսակցությունները վիճում են իրար հետ։ Մեկ առաջարկում է այս ձևի լինի մեր երկրի խորհրդարանական լինի, մեկը նախագահական, կիսանախագահական, համամասնական, մեծամասնական եւ այլն, շատ տարբեր հարցեր եւ շատ հետաքրքիր։ Եվ իրոք հետաքրքիր է, ինձ էլ հետաքրքիր, որ ավելի լավ կաշխատի։ Իսկ ինչու են իրենք վիճում իրար հետ, ինչ են իրար հետ վիճում եւ վերջնական որոշումներ կայացնում։ Իսկ ինչու այս անգամ բոլորի սիրված Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը չվերցնենք եւ ընդհանրապես օգտվելով նախագահական ընտրություններից, չէ, նախագահական ընտրություններից, որ այդքան ծախս արվում է, մեկ թերթիկ ավել գցել եւ անցկացնել ռեֆերենդում։ Հարգելի ժողովուրդ, իսկ ինչպես եք մտածում, մեծամասնական լինի, հա, մեր ընտրությունները այսուհետ, թե համամասնական։ Թող ժողովուրդը ասի։ Դա այն հարցը չի։ Ինչ երաշխիք, որ դարձյալ դա էլ կաշառքով չի լինի, հա։ Բայց մոտ գիտեք, որ պրոֆեսիոնալ է աշխատում ընտրական մեքենան։ Դա էլ է ինձ միշտ հետաքրքիր, որ միշտ այդ խոսակցությունը կա։ Դե եկեք ընտրությունները չանցկացնենք։ Ինձ զարմանում է, այդ խոսքը մի ընտրակաշառք սարքեցին, արեցին։ Okay, եթե այդպես է, եկեք ընտրությունները չանենք, այդ ծախսը չանենք, դա բավականին մեծ ծախս է։ Եթե մեկի ամեն ինչ որոշված է, այդ գումարները պարզապես նորից բաժանենք ժողովրդին եւ ասենք այսպես է լինելու, գիտեք, եւ իրոք ուղում մտցնենք մեր համանդրության մեջ, որ այսօր նախագահական մեր ընտրությունները լինեն 10 տարին մեկ։ Շատ մեծ գումար ուրեմն մի կողմ կդնենք եւ այդ գումարով կարելի է օգնել, չգիտեմ, անգամ թոշակառուներին օրինակ, դեմ չեմ լինի։ Եթե միևնույն է, որ իսկ եթե չէ մտածում են, որ շանս կա եւ այլն, դե եկեք շանս օգտագործենք։ Պետք է մարդկանց հարցնել, ինչպես են ուզում։ Ես հիմա չեմ ասում ոնց կլինի։ Կարող է դա էլ լինի, բայց պետք է ձևը։ Ես չեմ հասկանում այդ հարցը։ Մեր համադրությամբ, եթե ես չեմ սխալվում, սահմանված չի այդ, եթե ես չեմ սխալվում, ես ճիշտ ասած չեմ ուսումնասիրել այդ հարցը, այսինքն կարելի է ռեֆերենդումի հանել այսպիսի ընտրական մեխանիզմ, то есть ընտրական մեխանիզմ փոփոխություն, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ, կներեք հարգելի իրավաբաններ, եթե չեմ սխալվում, ուրեմն կարելի է ռեֆերենդումով դա անել, եւ սա, եւ նա, եւ մի քանի հարցեր, նաեւ շատ այլ հարցեր, այսինքն հասարակությանը մասնակից դարձնեն որոշումների կայացմանը։ Այո, որովհետեւ դա շատ կարեւոր հարց է, ինձ թվում է, եւ այդ հարցում ես օրինակ կուզենայի իմ կարծիքը արտահայտել, ինձ թվում է կուզենան շատերը արտահայտել իրենց կարծիքը, որովհետեւ հենց ընտրողն է իր վրա զգում, որն է իրեն ավելի հարմար, համամասնականը, թե մեծամասնականը, ընտրողը ավելի է զգում, որտեղից ճնշում ունի ավելի շատ իր վրա, որտեղ է պատկերացնում, որ ավելի ճիշտ ընտրություն կան եւ այլն։ Ըստ ձեզ, որ դուք որը կընտրեիք, հա, եթե արդեն կողմնորոշվել եք հարցի շուրջ։ Ըստ իս ես մի բան, ըստ իս ասեմ, ես պատասխանը կասեմ, ուղղակի մի փոքր արխիվից ասեմ, լսեցի բազմաթիվ կարծիքներ, որ կապ չունի ոնց ընտրվի, կարող է վերջում աշխատի։ Դա ամենաճիշտ մոտեցումն է։ Իրոք կապ չունի ոնց ընտրվի, կարևորը աշխատի։ Իսկ աշխատելու համար, որ կարևորը վերջում աշխատի, պետք է նաև ճիշտ մարդ ընտրվի, հա։ Իմ պատկերացումով ես ավելի հակված եմ արտասահմանյան օրինակներից վերցնելով ավելի համամասնականի։ Այսինքն որ կուսակցությունները խորհրդարանական մոդելին մեզ մոտ է։ Հա, խորհրդարանական մոդելին, հա, որ կուսակցությունները իրենք որոշեն, հա, իրենց մարդիկ ովքեր են եւ կարող են նույն մեծամասնականով, եթե կուսակցությունը որոշում որ մեծամասնականով այսօր որ ով որ անցել է մեծամասնականով, այդ մարդիկ պիտանի են եւ իրոք օգուտ են տալիս մեր խորհրդարանում, ընդհանրապես կներգրավեն ցուցակի մեջ եւ վերջ։ Այս իսկ ես ինչու եմ դա ասում, օրինակ ինչու է դա ինձ դուր գալի, որովհետեւ այդ դեպքում արդեն մարդիկ կսկսեն ավելի շատ նայել ծրագրին, ոչ թե ովուն բարեկամն է, այդ ովուն բարեկամը կսկսի վերանալ հարց արանքից, ովուն բարեկամն եւ ծրագիրը կսկսեն նայել, որը ավելի կարեւոր է, այսինքն ենթադրենք, ես չեմ հասկանում, կարող է ես այդքան ես էլ ճիշտ ասած չեմ ծանոթացել, նայեք, ես մտնում եմ այդ ժողովրդի մեջ, որը ծանոթ չի ծրագրերին։ Այսինքն ես ճիշտ ասած չգիտեմ, հանրապետականի, ԲՀԿ-ի օրինաց երկրի ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի եւ Ժառանգության, հա, իրանց ծրագրերի տարբերությունը ես չգիտեմ, այսինքն ինչով են տարբերվում, առանցքային տարբերությունների մասին եմ խոսում։ Բոլորն էլ ուզում են որ Հայաստանում լավ լինի, համոզված եմ, բայց առանցքային ինչպես են իրենք տեսնում Հայաստանի զարգացումը։ Ես չգիտեմ։
Եվ դա նաև իմ մեղավորությունն է, բայց նաև կարող եմ ասել, որ նաև Գուցե շատ առանցքային տարբերություններ էլ չկան։ Այո, գուցե շատ առանցքային տարբերություններ չկան, բնականաբար, որովհետև ճանապարհները շատ չեն զարգանալու համար, բայց համենայն դեպս ինձ թվում է, որ լիներ համամասնական օրակարգ, այսինքն մեր ընտրությունները, ես ինչ որտեղ արդեն կլիներ իմ համար մի քիչ ավելի կարևոր ծրագիրը։ Չգիտեմ, միգուցե սխալվում եմ։ Հայկո, հիմա ճամպրուկով գնում եք տուն թե Չէ, ես ճամպրուկով եկել եմ Հայաստան եւ ապրելու եմ Հայաստանում եւ սիրում եմ շատ երկիրը իմ, ասեմ որ այդ առումով ասեմ խոսքի ազատության եւ այլն մենք մի քիչ առաջ խոսում էինք, ուրեմն սովետական միության ամբողջ, հա, post-սովետական այս տարածության մեջ Հայաստանը ունի խոսքի ազատություն երևի ամենաշատը։ Թեկուզ այն, որ մենք կարող ենք հանգիստ խոսալ այս թեմաների մասին, ընդհանրապես եւ մեր թերթերը բան կարող է հերոստատեսությունը մի քիչ ավելի հզիջում է, չնայած այս վերջի խորհրդարական ընտրություններում ես ունեք տեսա, որ բոլոր տեխնացուները ով ինչ ուզում էր, որ ալիքով ուզում էր, ասում էր։ Ես ինչ որ մի բան չտեսա։ Սա էլ պատասխան բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ Հայկոն երևի չգա ԱՄՆ-ից։ Չէ, ես գնացել եմ ընդհանրապես դա էլ երկու բառով ասեմ, մեր համերգների no comment-ի կազմակերպման հարցերով էի զբաղվում, որը պետք է լիներ այնտեղ շատ շքեղ մեծ երկու համերգ ունեցանք մեր Ամերիկայի Մեծ Նահանգներում ապրող հայրենակիցների համար, մի խոսքով շատ գոհ էին իրենք, մենք էլ որ կարողացանք լավ ներկայացնել, դրա համար պետք է մի քիչ երկար պատրաստվել, որովհետև շատ դժվար բավականին մեծ դեկորացիաներ կային, մեծ լուսային էֆեկտներ, ձայնային էֆեկտներ, որը պետք է անեինք, կազմակերպեինք այնտեղ եւ համերգը պատշաճ կերպով տայինք։ Շնորհակալություն Հայկո հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։